Երբևէ դադարել եք արտացոլել, թե ինչու են կյանքում կրող ամենամեծ վերքերը չեն գալիս անծանոթ մարդկանցից, այլ հենց նրանց, ում հետ մենք ենք վստահում, մտածեք դրա մասին։ Այն մարդը, ով գիտի ձեր խորը գաղտնիքները, ձեր թույլ կողմերն ու վախերը հսկայական ուժ ունեն ձեզ վրա, ոչ թե չարության, այլ մարդկային պարզ բնույթով, նա կարող է հակամայից կամ նույնիսկ անզգույշ ինչ-որ պահի օգտագործեք այս տեղեկատվությունը ձեր դեմ, այսպիսով, չնայած թվում է, որ ճշմարտությունն այս է, ձեր ցավը պահեք ինքներդ ձեզ։ Շատերը այժմ կվավերացնեն ներքին անհանգստություն։ Ինչ նկատի ունեք, մենք սոցիալական էակներ չենք, մենք պետք չէ մեր տառապանքը կիսել, այո, մեզ պետք է, բայց ահա հիմնարար հարցը։ Ով պետք է կիսվի, այս պահին իսկական իմաստությունը բնակվում է, ես մեծացել եմ լսելով մի պարզ, բայց խորը ուսմունք, գալիս է հրեական ավանդույթից։ Մի բացիր քո սիրտը, որտեղ այն չի գնահատվի, սա նշանակում է, որ աշխարհը հակված է անտեսել մեր ուրախությունն, ի վերջո, դա ոչ ոքից ոչինչ չի պահանջում, բայց հետաքրքրված է մեր ցավով, երջանկությունը թեթև է, որը լուսավորում է առանց լիցքավորման։ Փեյնավը, այնուամենայնիվ, էներգիա է, որը գրավում է, ոմանք անկեղծորեն ցավում են և դրանք հազվադեպ են, բայց շատ ուրիշներ կպահպանեն իրենց թույլ կողմերը որպես հաղթաթուղթ, պատրաստ են օգտագործել այն ժամանակ, երբ այն հարմար է։ Քանի անգամ ենք տեսել, որ ինչ-որ մեկը վստահում է ընկերոջը, ապա քննարկման մեջ, լսելով արտահայտություններ, ինչպիսիք են։ Բայց դուք ինձ ասացիք, որ ինքներդ ձեզ չեք գիտակցել, կամ ավելի վատ, իմացեք, որ ձեր խոցելիությունը ձեր մեջքի ծիծաղ է դարձել, սա այն պահն է, երբ դավաճանությունը տեղի է ունենում, և ողբերգությունը, դա այն էր, որ մենք ինքներս ենք եղել։ Մեր խոսքերով, ովքեր զենքը տրամադրեցին այս հարվածին, պատկերացրեք, որ ինչ-որ մեկին տալիս եք ձեր գաղտնիքներով, վախերով և անապահովությամբ լի կրծքավանդակը, դուք հավատում եք, որ նա զգուշորեն կվերաբերվի նրան, բայց գործնականում ոմանք նրան պահելու են որպես սուրբ, իսկ մյուսները մտածելու, թե որտեղ պետք է խստացնեմ, այնպես որ կրծքավանդակը այլևս քոնն է, դուք ինքներդ բացեցիք կողպեքը։ Հրեական իմաստության մեջ կա սկզբունք, որն ասում է, խոսքը նման է սլաքի, մինչ նա իր շտապում է, նա քոնն է, բայց մեկ անգամ առաջացել է, այն պատկանում է մեկ ուրիշին, հասկացաք ձեր ցավը բանակերպելուց հետո այն այլևս քոնն է։ Դա գոյություն կունենա ուրիշների մտքում, և դուք երբեք չեք իմանա, թե ինչպես կօգտագործվի, դրանից ավելին։ Մարդկանց մեծամասնությունը իրականում չգիտի, թե ինչպես խղճահարություն, նրանք լսում են ուրիշների խնդիրները, որոնք չեն օգնում, այլ համեմատելու դե, գոնե իմ կյանքը այդքան էլ վատ չէ, ձեր ցավը դառնում է իրենց ռելիեֆի ֆոն, և կարծում եք, որ հասկացողություն եք գտել, երբ իրականում մատուցվում եք որպես տեղեկանք, որպեսզի ինչ-որ մեկը ավելի լավ զգալ ինքներդ ձեզ։ Դադարեցրեք և մտածեք։ Քանի անգամ եք օդափոխել աջակցություն փնտրել և դատարկվել եք դատարկության զգացողություն, դա այն է, որ ցավը կեղտոտ ջուր չէ, որը պետք է նետվի փողոցում, այն ունի մեկ այլ նպատակ։ Ամրապնդեք ձեզ, ոչ թե թողեք այն բացահայտված, ոմանք կասեն։ Եթե ես ամեն ինչ պահեմ ինձ համար, ես կասեմ, ոչ, դա չի լինի, ընդհակառակը, լռության մեջ է, որ ուժ է ծնվում, երբ սովորում եք ցավը վերամշակել ներքին, այն դադարում է կախված լինել ուրիշների կարծիքը կամ լսելուց։ Ինչու եմ դա ասում, քանի որ ես շատ տեսա հակառակ կողմը, մարդիկ, ովքեր կորցրել են բարեկամությունները, ընտանիքները, հեղինակությունը, պարզապես այն պատճառով, որ նրանք սխալ ժամանակ շատ են խոսում, սխալ մարդու հետ, իսկ հետո բողոքել։ Բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգվել։ Բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չեմ ստուգվել, բայց ես չստացվեց, 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 որ այդ վստահությունն արժանի չէր, ահա հիմնականը։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տեղեկատվությունը ուժ է, որքան շատ եք բացահայտում ձեր թույլ կողմերը, այնքան ավելի շատ ուժ է այն առաքվում ուրիշների ձեռքին, դուք դառնում եք խոցելի, և նույնիսկ մոտակայքում գտնվողները ակամայից օգտագործեք այն ձեր դեմ, քանի որ մարդկային բնությունը բարդ է և լի հակասություններ։ Գաղափար կա, որ ես ուզում եմ, որ դուք կլանեք։ Ձեր ցավը բեռ չէ, այլ ուսուցիչ, բայց միայն եթե պահեք այն և գիտեք, թե ինչպես աշխատել նրա հետ, եթե դուք հանձնվեք ուրիշներին, ինքներդ ձեզ խաբում եք, այսօր ես ցույց կտամ, թե ինչու է լռությունը այնքան արժեքավոր և ինչպես գործել, երբ ցանկությունը
Բաֆարը խստացրեք, այս դասերը կարող են փրկել ոչ միայն ձեր հուզական, այլև ձեր ճակատագիրը, մեկ անզգույշ բառ, լրացուցիչ պոռթկում և ամեն ինչ կարող է փոխվել։ Երբ ես ասում եմ, որ ձեր ցավը չկիսվենք, ես չեմ առաջարկում, որ դուք քարի եք շրջում առանց հույզերի, զգացմունքները կյանքի մի մասն են, բայց մարդու միջև կա հսկայական տարբերություն և դրանց էությունը ծուռ և աջ բաշխելու միջև։ Ես տարիների ընթացքում նկատեցի մի պարզ ճշմարտություն։ Նրանք, ովքեր շատ են բողոքում, կորցնում են հարգանքը, այն հակասական է թվում, այնպես չէ, մենք հասկանում ենք, կարծում ենք, որ բացահայտելով մեր դժվարությունները մենք աջակցություն կստանանք, բայց էֆեկտը հակադարձում է։ Մենք դիտվում ենք որպես փխրուն, չկարողանալով զբաղվել կյանքի հետ, նույնիսկ եթե նրանք ասում են. Մի անհանգստացեք, ամեն ինչ կբարելավվի, խորը շատերը կմտածեն, ասա, այնքան ուժեղ չէ։ Մի գործարար, որը ես գիտեմ, որ ասում էր. Բանակցություններում երբեք մի ցուցադրեք ձեր խնդիրները, քանի որ ձեր գործընկերները չեն լուծի դրանք, եւ սա միայն բիզնեսի մասին չէ։ Այն վերաբերում է ցանկացած ոլորտ, աշխատանքի, ընտանիքում, ընկերների շրջանում, որտեղ դուք ցույց եք տալիս թուլություն, կորցնում է դիրքը, հրեական մշակույթում այն ուսուցանում է, բառերը պետք է ծառայեն ձեզ, չխառնել այն, եթե նրանք խոցելի են դարձնում։ Ավելի լավ է լռել, բողոքը հոգու ճիչ չէ։ Դա հրավեր է, ձեր կյանքը դատելու, ուրիշների համար հրավեր, միջամտելու, դատապարտելու, անցնելու ձեր վստահությունների վրա։ Ես հիշում եմ հարևանին որպես երեխա, լավ մարդ, բայց չափազանց բաց, նա պատմեց իր բոլոր դժվարությունները։ Որքան դժվար էր աջակցել իր ընտանիքին, փողի պակասի, երեխաների հիվանդությունների, ի վերջո անվնաս էր թվում, ես աջակցություն էի փնտրում, բայց ինչ է պատահել, ոմանք չկարողացան վստահել նրան, անկայուն գտնելով նրան, մյուսները օգնեցին, բայց գերակայության օդով, ասես նրանք բարություն էին անում, նրա իրավիճակը միայն վատացավ, և նա չհասկացավ, թե ինչու, ի վերջո անկեղծ էր, բայց անկեղծությունն առանց խոհեմության դառնում է միամիտ, այնուհետև իմացա։ Եթե ցանկանում եք հարգանք, պահեք ձեր կեցվածքը և շպիտը ձեր դեմքին, նույնիսկ ներսում կա փոթորիկ, թող ձեր մարտերը լինեն ձեր գաղտնիքը, քանի որ աշխարհը հիանում է նրանց, ովքեր հաղթահարվում են, ոչ թե ովքեր են ափսոսում։ Եկեք անկեղծ լինենք։ Բոլորս ցավ են կրում, ոմանք կորցրեցին մեկին սիրելի, մյուսները դավաճանվել են, շատերն ապրում են լուր հիվանդությամբ կամ կռիվներով։ Ոմանք բախվում են նյութական դժվարություններին, որոնք ջարդում են դրանք անտեսանելի կշիռների նման, բայց տարբերությունը նրանց, ովքեր ամրապնդվում են և ովքեր թուլանում են, այն են, ինչ նրանք անում են այս ցավով, բերդը այն վերածում է դասի թույլերը արդարացմամբ, և ահա ստում է նուրբ, համարյա աննկատելի սահման։ Ես հանդիպեցի մարդկանց, ովքեր կրկնում էին որպես մանտրա։ Ինձ նման են, քանի որ կյանքը խանգարում է ինձ, նրանք բարձրացրել են ցավի այս դրոշը, որպես գավաթ, արդարացնելով յուրաքանչյուր ձախողում, ամեն աշուն, բայց ես տեսա նաև նրանց, ովքեր նույն սպիների դեմ ես ասում էին։ Այո, ես փոթորիկների միջով անցա, բայց նրանք ինձ սովորեցնում էին նավարկելու, երկու ուղի նույն ցավին, առաջին կորիզը, երկրորդը կառուցվում է։ Մնացած հարցն է, ինչ եք նախընտրում անել ձեր ցավի հետ, վերափոխեք այն շեղված ականջների պատմության մեջ կամ օգտագործեք այն որպես վառելիք շարժվելու համար։ Երիտասարդության մեջ Raven անունով մի իմաստուն ինձ սովորեցրեցի մի բան, որը ես երբեք չեմ մոռացել։ Ոչ բոլորն են, ովքեր լսում են իրենց ցավը, կցանկանան թեթևացնել իրենց հետ, նա հասկանում է, ուրախությունն անվտանգ է բաժանելու համար, քանի որ այն չի բացահայտում մեզ, այն ամրապնդում է կապերը, մինչդեռ ցավը ինտիմ է, որքան բաց վերքը։ Ոչ ոքի չի ցուցադրվում, քանի որ կան նրանք, ովքեր զգույշ են, և կան նրանք, ովքեր փչում են, թե որքանով է այն արյունահոսում։ Հետևաբար, լռեցնել սովորելը սառցե ամրոցում փակելը չէ, դա իմաստություն ունենալն է ընտրել, թե ով է կիսելու այն, ինչ սուրբ է, եթե ձեր հոգին լցվում է և դուք չեք կարող կանգնել այն, որ միայնակ եք կրում, մի փնտրեք որևէ ունկնդիր, փնտրեք ճիշտ։ Դա կարող է լինել հայրը, ում վստահում եք, մի դաստիարակ, որն արդեն իսկ ձևեր ունի մուգ ձևեր, կամ նույնիսկ թղթի թերթիկ, որտեղ դուք կթողնեք ձեր ցավազրկումը, ապա դրանք կթողնեք Liebert ծիսակարգով։ Գործողություն, բայց երբեք մի տվեք ձեր ցավը այն ձեռքին, որը չգիտի, թե ինչպես ուրիշների հոգի պահել։ Կա ևս մեկ կարևոր մանրուք, բազմիցս մարդիկ խոսում են իրենց ցավի մասին ոչ թե այն պատճառով, որ օգնության կարիքն ունեն, բայց քանի որ նրանք ուշադրություն են ուզում, և ուշադրությունը էժան արժույթ է, դա հեշտ է և ավելի արագ է հեռանում։ Այսօր նրանք խղճահարում են ձեզ։ Վաղը նրանք մոռանում են, և հետո, միայն դատարկությունը մնացել է, ուստի հարցրեք ինքներդ ձեզ։ Ես կիսում եմ լուծելու կամ պարզապես լսելու հարմարավետության խոսքեր, եթե դա երկրորդ տարբերակն է, կանգ առեք, դա ծուղակ է, թույլ շմարիտ ուժը ծնվում է այն ժամանակ, երբ դուք սովորում եք երկխոսել ինքներդ ձեզ հետ,
Երբ դուք դառնում եք ձեր սեփական խորհրդատուն, ձեր հոգեբանը, ձեր ուղեցույցը, այսպիսով ցավը դառնում է իմաստություն, ոչ լռարան։ Ես ուզում եմ, որ դուք գրանցեք մի պարզ ճշմարտություն։ Աշխարհը հարգանք է պահում, ով պահում է կեցվածքը նույնիսկ այն ժամանակ, երբ փոթորիկը ներս է մտնում, դա կեղծավորություն չէ։ Դա ռազմավարություն է, դա պաշտպանություն է։ Մարդիկ գրավում են ուժը ոչ թե թուլությամբ, եթե ցանկանում եք հարգվել, հիանալ, լսել, սովորել լինել նույնիսկ ուժեղ, երբ դա խանգարում է, մարդկային փորձի դարերը ապացուցում են դա։ Կարող է որևէ մեկը վիճել։ Բայց արդյոք դա ծանր չէ, միթե դա դիմակ է հագնում, այո, դա ծանր է, բայց այդպես է աշխատում մեծահասակը, բոլորս դիմակներ ենք կրում, հարցն այն է, որ ձեր բողոքն է կամ ճկունությունը, դա կախված է նրանից, թե ինչպես են դրանք բուժվելու։ Ես կբացահայտեմ գաղտնին։ Փեն ավը կրակի պես է, եթե դուրս եք նետում այն, այրեք թե ով է մոտ, իսկ վերջում այրեք ինքներդ, բայց եթե նա իրեն ներս է պահում եւ սովորում է տիրել նրան, նա դառնում է նրա կրակը, տաքանում, լուսավորում, էներգիա է տալիս։ Սա է ցավը վառելիքի վերածելու արվեստը, ոչ թե զենքը ինքն իրեն դեմ։ Այսպիսով, երբ ես զգում եմ օդափոխություն, ես վատ եմ, ես ուժասպառ եմ, դադարեց նա, խստացրեք խորը շունչ եւ հարցրեք։ Եթե անկեղծ եք, կհասկանաք, որ ժամանակի մեծ մասը ձեզ հարկավոր չէ ուրիշի խորհուրդը, ձեզ անհրաժեշտ է ձեր սեփական որոշումը։ Մի դավաճանեք ձեր ցավը քամու մեջ բառերով, թող նա դառնա իր անձնական աճի գործիքը։ Կա իսկական ուժ, իսկական իմաստություն, ահա թե ինչպես են ապրել մեր նախնիները։ Ավելի քիչ խոսեցին, նրանք գործեցին։ Նրանք չէին տարածում հոգին ամեն անկյունում, բայց այն պահում էին գանձ, երբ տիրապետում եք այս արվեստին, կտեսնեք, որ ձեր շրջապատը փոխվում է, մարդիկ կդադարեն ձեզ զարմացնելով, կհարգի քեզ, վստահելով ձեզ, քանի որ ուժեղները լսվում են։ Փխրունը միայն սկում էր, տարբերությունը էբեիսմալ է։ Հիշեք, տուգանքը չի բարձրացնում, նվաստացնում։ Հարգանք, այո, խոշորացնում է, եւ այն սկսվում է, երբ դադարեք ձեր ցավը տարածել անծանոթ մարդկանց։ Հիմա ասվածը շղթայված է որպես հանելուկի կտոր, սրանք դատարկ բառեր կամ գեղեցիկ արտահայտություններ չեն, դա կյանքի ընթացքում փորձարկված է, որը ես նկատեցի, ապրում եւ զգացի մաշկի վրա, եթե այսօր միայն 1-10 ունեք, այսինքն ձեր ցավը ձեր գանձն է, այլ ոչ թե ուրիշների գործիքը։ Շատերը չեն հասկանում իրենց ներքին էներգիայի արժեքը, նրանք կարծում են, որ տառապանքի փոխանակումը թեթևացնում է բեռը, բայց դա տարօրինակ նավի մեջ չաղուցելու համար մաքուր ջուր թափելը։ Ջուրը կարող է կորցնել փեն ավը, աղբը չի նետվում, դա սերունդ է, ուժի սերմ, փորձ, եւ դա միայն բողբոջում է, երբ այն մնում է անվտանգ հողում։ Ձեր ներսում, ձեր սրտում, ձեր մտքում։ Բայց ինչպես միայնակ իրականացնել այս քաշը, չափազանց շատ չէ, ոմանք հարցնում են, դա ծանր է, այո, բայց այսպես է բացահայտվում իրական կյանքը, ուժը ցույց է տրված, երբ ինքներդ ձեզ աջակցում եք, երբ ոչ ոք չի տեսնում, երբ մարդ մնում եք։ Նույնիսկ այն դեպքում, երբ աշխարհը կարծես համաձայնվել է ձեր դեմ, ձեր ներսում ցավը պահելով, սեզոնում եք ոգին, սովորեք ընդունել, թե ինչ չի կարող փոխվել, եւ քայլ առ քայլ ցավը վերածում է փորձի, իմաստության փորձի։ Ես հանդիպեցի մի կնոջ, ով կորցրեց ամեն ինչ, ամուսին, աշխատանք, տուն, այն կարող էր լաց լինել յուրաքանչյուր անկյունի շուրջը, գոռալ աշխարհի անարդարության մեջ, բայց դա ընտրեց մեկ այլ եղանակ, լուր, նա ցավը պահեց նրա հետ, սուկը թույլատրվեց։ Բայց երբեք թույլ չտիր, որ ուրիշների ականջները գողանան նրա սիրտը, տարիներ անց, այն ուժեղացավ ներս։ Կախված, անվտանգ, եւ գիտեք ինչ է պատահել, մարդիկ սկսեցին հիացմունքով նայել նրան, ոչ թե ողորմությամբ, նույն ցավը, որը մյուսները տարածվում են որպես արդարացում, նա օգտագործում էր որպես հիմք։ Սա էությունն է, դիավը լռության մեջ է, որը կորցնում է իշխանությունը։ Այդ ցուցադրված ցավը ստեղծում է խոցելիություն, աշխարհը հարգում է նրանց, ովքեր մենակ են կանգնած իրենց մարտերին, համաշխարհային արժեքները ուժ են տալիս, ոչ թե ինքնազբաղված, սա այն է, ինչ ձեզ հարկավոր է հասկանալու համար։ Երբ սովորում ես պահել քո ցավը, դու ազատում ես ուրիշների դատումից, դուք այլևս կարիք չունեք արտաքին աջակցություն փնտրելու, քանի որ դառնում եք ձեր սեփական սյունը, սա իսկական անկախություն է։ Եվ կա ևս մեկ կետ, որը չի կարելի անտեսել։ Երբ դադարեք ձեր ցավը կիսել նրանց հետ, ովքեր արժանի չեն դրան, դա սկսում է տեսնել ձեր շրջապատի իրական մարդկանց, ճշմարիտ բարեկամությունն իրեն հարգում է, ոչ թե փետուրի մեջ, ճշմարիտ սերը երախտագիտությամբ է ցուցադրվում, ոչ թե օգտագործման մեջ։ Եվ հարգանք, այս այո։ Դա մի գանձ է, որը պետք է պահվի որպես հազվագյուտ զարդ։ Ես ուզում եմ, որ հիմա մի փոքր վարժություն անեք, մտածեք դրա մասին ամեն անգամ, երբ կիսում եք ձեր ցավը եւ ռելիեֆի փոխարեն հնդվում է միայն հիասթափությունը կամ ավելի մեծ անվավեր։
Հիմա պատկերացրեք, որ այդ իրավիճակում դուք ընտրել եք լռություն, ոչ թե զգացմունքները խեղդել, այլ ձեր որոշումների համար վառելիքի վերածել, զգալ, թե ինչպես է ձեր էներգիան վերակազմավորվում, հասկացեք, թե ինչպես է ձեր հայացքը կյանքում ավելի պարզ և ամրություն ձեռք բերում, սա ուժի զգացողությունն է, որը ծնվել է ինքնուրույն կրոն։ Ահա իմաստության էությունը։ Իմանալով, թե ինչպես ընտրել, թե ով է վստահել, անհրաժեշտ է ունենալ մեկը, ում հետ նրանք կարող են խորը և անվտանգություն ունենալ, բայց այդ մարդիկ մարգարիտների պես հազվադեպ են, մնացածը դրանք պարզապես անցորդներ են իրենց ճանապարհորդության ընթացքում։ Յուրաքանչյուր ոք, ով լսում է իր խոստովանությունները, առանց նրանց արժանի, կարող է դաշնակից լինել, բայց մեկը, ով կօգտագործի իր խոսքերը ձեր դեմ, անկախ նրանից, թե չար, անզգուշությամբ կամ պարզ թյուրիմացությամբ։ Այսպիսով, նախքան ձեր ցավը բացահայտելը, հարցրեք այս հարցը. Արդյոք այս մարդը արժանի է իմ ճշմարտության մի կտոր տեղափոխելու, եթե պատասխանը ոչ, լռեք, եթե այդպես է, կիսվեք, բայց խորաթափանցությամբ և հիշեք. Հաճախ լռությունը ավելի բարձր է խոսում, քան ցանկացած ելույթ, երբ տիրում եք այս արվեստին, ձեր շրջապատի ամեն ինչ սկսում է փոխել, մարդիկ այլ կերպ կտեսնեն դա, դուք այլևս չեք դիտարկվի որպես մեկը, ով արժանի է խղճահարության և կդառնա պարտադրող ներկայություն, ուժի կենտրոն, որը կախված չէ ուրիշների հավանությունից, համակրանքից կամ կարեկցանքից։ Այնուհետև իրական արժեքը ստում է, դիավը, որը պաշտպանված է և դասի վերածվել է, իմաստություն է դառնում։ Իմաստությունն իր հերթին դառնում է գերիշխանություն իր նպատակակետին, սա նոր գաղափար չէ։ Դա ժառանգություն է, որը սերունդների կողմից փոխանցվում է ընտանիքներում, որոնք հասկանում էին, որ ներքին ուժը պատահական չի բաշխվում, ամենախելագետը միշտ ուսուցանել է, ոչ ոքի մի տվեք իրենց հոգին, մի բացահայտեք նրանց թույլ կողմերը անտարբեր աչքերի համար, պահպանեք ձեր էներգիան, ձեր ցավը միևնույն ժամանակ ձեր զենքն ու զրահը, եթե դա առաքում եք առանց հայեցողությամբ, դա խանգարում է ձեզ, եթե դուք պահում և օգտագործում եք այն խելացիորեն, այն պաշտպանում և ամրացնում է այն։ Սա հազարամաբուժական իմաստության էությունն է, որը փորձարկվում է ժամանակի, պատմության և նրանց փորձի հետ, ովքեր գիտեին, թե ինչպես կարելի է գոյատևել և բարգավաճել նույնիսկ անբարեն պաստության մեջ, և ավարտելու համար ես թողնում եմ պարզ, բայց հզոր խորհուրդ. ձեր սիրտը բաց պահեք միայն նրանց համար, ովքեր համտեսել են հավատարմությունը, խորաթափանցությունն ու ուժը, մյուսների համար դիտեք, լսեք և սովորեք լռության մեջ, սառը չէ, դա ռազմավարություն է, ռազմավարություն, որը պաշտպանում է դրա էությունը, էներգիան և ճանապարհը։ Եթե այս գաղափարը ռեզոնանսվի ձեզ հետ, եթե ցանկանում եք իմանալ գիտելիքները, թե ինչպես պահպանել ձեր ներքին ուժը, մարտահրավերները վերածել ռեսուրսների և զարգացնելով ձեզ ապրելու համար, այստեղ ես կիսում եմ ապացուցված սկզբունքներ, պատկերացումներ և գաղտնիքներ, որոնք օգնում են մարդկանց նավարկել խղճի հետ առանց գործընթացում կորցնելու։ Ձեր ցավը կարող է լինել ձեր ամենամեծ դաշնակիցը, բայց միայն եթե գիտեք, թե ում վստահեք դրան, պահպանեք այն, սովորեք այն աշխատել, և ապա կդառնաք մեկը, ով քայլում է։ Գլուխով զբաղվել է բարձր, ինչը գերազանցում է բարեգործությամբ խոչընդոտները և, ըստ էության, ապրում է, ոչ միայն գոյություն ունի։ Հետևեք մեզ հետ, քանի որ մենք կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել հոգու ամբողջականությունը, ինչպես քաղել իմաստությունը փորձություններից և ինչպես երբեք չզգալ ուրիշների խոսքերի կամ դատողությունների համար։ Այս ուղին խիզախություն է պահանջում, բայց պարգևատրում է ազատությամբ և ուժով, որ փող չի կարող գնել, և հիշեք. Ձեր ներքին ուժը սկսվում է լռությամբ, մշակեք այն, զարգացրեք այն, օգտագործեք այն, քանի որ ոչ ոք չի պաշտպանի ձեր հոգին ավելի լավ, քան ինքներդ։